Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն գհաղորդենք լուրերը։ Երևանի մեջ կայացավ Եվրոպական քաղաքական համայնքին վեաժողովը, որուն առիթով բողոքի ցույց կազմակերպվեցավ Հայաստան Դաշինքին կողմէ, այո ժողովրդավարության ոչ երեսպաշտության խորագրով։ Գարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին դիմաց ցուցարարները վանկարկեցին ազատություն Բաքուի մեջ արգելափակված քերիներուն եւ այլ լոզունգներ։ Հոյիտայի անդամ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան նշեց, որ Հայաստանի մեջ կան տասնյակ քաղաքական բանդարգյալներ, որոնք ցերպակալված են գեղձ մեղադրանքներով։ Մինչդեռ իշխանության կողմնակիցներուն կատարած ծանր հանցագործությունները անպատիժ կմնան։ Բողոքին մասնակիցները ապա պատգամներ հղեցին Եվրոպական միության ներկայացուցիչներուն հայերեն եւ անգլերեն լեզուներով։ Եվրոպական միության քաղաքական համայնքին վեաժողովին առցանց ուղղածիր խոսքին մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարեց, որ Բաքուի մեջ բանդարգված հայերը անչափողականներ եւ պատերազմական հանցագործներ են։ Ալիև նաեւ քննադատեց Եվրոպական խորհրդարանը, որ հաստատած էր Հայաստանի վերաբերյալ փանացևը, որում մեջ գվերահաստատեր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերու իրավունքներուն ներառյալ անոնց ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաեւ անոնց ապահով եւ անխոչընդոտ եւ արժանապատիվ վերադարձին միջազգային երաշխիքներով։ Փանացևը նաև գտադաբարդեր Ադրբեջանի կողմէ պատերազմական հայ քերիներուն, գալանավորյալներուն եւ բադանտներուն անարդարացի գալանավորումը։ Ընդդիմությունը եւ իշխող ուժը դարբեր մոդեցումներ եւ մեկնաբանություններ տվին թե Նիկոլ Փաշինյան ինչու չհագադարձեց Ալիևի, երբ ան Բաքուի մեջ արգելափակված պատերազմական հայ քերիները պատերազմական հանցագործներ եւ անչափողականներ անվանեց։ Քվեական Հասմիկ Հակոբյան առաջարկեց բավարարվել Եվրոպական խորհրդարանի նախագահին պատասխանով։ Ռոբերտա Մեծոլա հակադարձած էր Ալիևի եւ հայտարարած, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարականորեն ընտրված մարմին է, որում բանացևերը կհաստատվին քվեներու մեծամասնությամբ։ Անըսած էր, որ հասկանալի է, որ այդ արդյունքը գրնա ընդունելի չլալ ոմանց համար։ Սակայն մենք երբեք չենք փոխեր մեր աշխատելավոճը եւ կշարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները, շեշտած էր ան։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան հայտնեց, որ Փաշինյան լրություն պահելով հերթական զիջումը կատարեց Ալիևի դիմաց, որովհետեւ նախընտրական այս անկրվանին Ալիևը ասե, որ այո, խաղաղություն հաստատված է։ Բաքուի մեջ աբորինի գերբով բանդարգված Հոյիտաբիրոյի անդամ եւ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյան թիմեց Հայաստանի մարդու իրավունքներու պաշտպանին, խնդրելով, որ անմիջամտե եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներն թերևս Ադրբեջանի մարդու իրավունքներու պաշտպանին միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն դարբերակներով մեղադրական ակտերուն ամբողջական բնակիրը եւ թադավճիրին ամբողջական բնակիրը, զանոնք իր ընտանիքին եւ հարազատներուն փոխանցելու համար։ Իշխանյան այս խնդրանքը ներկայացուց իր ընտանիքին անդամները մեկուն հետ ունեցած հերացայնային հաղորդակցության ընթացքին։ Ան նաև հաղորդեց, որ թադավարության վերջին նիստին ընթացքին չի հաջողած իր խոսքը ամբողջական արտասանել Ադրբեջանի թադավորին որոշումով։ Ողջունում եմ բոլորին, մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ հարգարժան պաշտպանը կունենա այդ պատասխանատվությունը եւ վճռականությունը այցելելու, նաեւ մեզ տեսնելու եւ այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա եւ կծանոթանա թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել
թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։ Ես չկարողացա դատապրոցեսի վերջին խոսքի ժամանակ ամբողջականին խոսքը ասել, նվազագույնը 30-40%-ով այդպես էլ թողեցին իմ վերջնական խոսքը, վերջին խոսքը ասելու, բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին եւ փոքր մեջբերում անել։ Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դարձավ իմ մոտ համոզմունք դատապրոցեսի ընթացքում։ Իմ ասած մտքերի եւ խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա։ Մեջբերման ավարտ։ Ինչ վերաբերում է հարգարժան պաշտպան, ուրեմն երեք մեզ այցելեց Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան եւ մենք կարողացանք որոշ տեղեկություններ իրեն փոխանցել։ Ես մարտի 12-ից պատրաստել էի նամակ, որպեսզի դիմում նամակ իրեն փոխանցելու, բայց մոտ 1-2 ամիս է չեմ կարողացել ինչ-ինչ պատճառներով ոչ իրեն տեսնել, ոչ իրեն փոխանցել այդ նամակը։ Ես երեք փոխանցեցի եւ այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն եւ հայերեն տարբերակները ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին եւ կփորձի միջնորդել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին, ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի եւ միասնության ուժ եւ պիտի ասեմ պինդ եղեք։ Այսքանը։ Միջազգային եւ համեմատական իրավունքի գետրոնի նախագահ եւ արտարության եւ մարդու իրավունքներու հայկական գետրոնի դնորեն իրավապան Սիրանուշ Սահակյան հայտնեց, որ Բաքուի մեջ արգելափակված հայ կերիներու բարակային Բաքու բադանտ բահելու արգելված քաղաքականությունը վերածած է թիվանակիդական լծակի, որ գօգտագործվի կերիներուն դեմ։ Սահակյան նաեւ նշեց, որ հայ կերիները բադանտ պահելով Բաքու գործադրե լրացուցիչ լծակներ քաղաքական իր բանջներուն բավարարություն ակնկալելով։ Անհայտնեց, որ եթե պետական աջակցություն չլա, ապա կերիներուն ընտանեկան բարակաները չեն գրնար Բաքու մեկնել եւ այցելել իրենց հարազատներուն։ Սահակյան հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության միայնակ ցկած է իր քաղաքացիները այլ պետության մփանդերում մեջ չգործադրելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Ներկա աշխարհակաղակական պայմաններում կարծես թե օրակարգերից դուրս են մնում հարցեր, որ բացած թեմաներ, որտեղ հուսադրող գործունեություն են ծավալում թե լրագրողները, թե իրավաբանները, քանի որ դրանց մասին խոսելը ուղղակի քաղաքական անհարմարավետություն է պատճառում բոլոր կողմերին եւ կարծում եմ, որ հատուկ պաշտպանության են արժանի հենց այս խնդիրներով զբաղվող լրագրողներն ու իրավապաշտպանները։ 19 հայերը գտնվում են լիարժեք
մեկուսի անպաշտպան վիճակում այս պահին Կարմիր խաչը պարբերական այցելություններ չի իրականացնում։ Հայերը նաև նշեմ, որ չեն օգտվում ընտանիքի անդամների այցելության իրավունքից, անկախ փաստաբանների հասանելիությունը ևս սահմանափակված է, որևէ օտարերկրյա փաստաբան հնարավորություն չի ունեցել առ այսօր որևէ կապի միջոցով իր գործը քննարկել Բաքվում պահվող պատանների հետ։ Մեծագույն խնդիրը բացը, որը մենք տեսնում ենք եւ կարծում եմ պետք է շարունակական բարձրաձայնենք, դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին ըստ էության միայնակ է թողել օտարերկրյա պետության հպակ հաստատությունում, ընդ որում մի պետություն, որտեղ ձևավորվել է հայատյացություն, խտրականության պետական քաղաքականություն, չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Սա ոչ թե մի ինստիտուտ է, որը ենթադրում է բանակցություն, պայմանավորվածություն, այլ Հայաստանի Հանրապետության համար երաշխավորված իրավունք է տեսակցել իր քաղաքացիներին եւ տեսակցության շրջանակում տրամադրել հյուպատոսական աջակցություն։ Առ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի հրաժարվում է տեսակցել Բաքվում պահվող պատաններին այնպիսի իրողության պայմաններում, երբ նրանք զրկված են անկախ վերահսկողական մեխանիզմներից եւ չկա որևէ միջազգային չեզոք կազմակերպություն, որը կարողանա այդպիսի մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ պատաններին։ Որպես ՀՀ քաղաքացի նաեւ չունենք բացատրություն, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չպետք է ցանկանա տեսակցել խիստ խոցելի վիճակում գտնվող իր քաղաքացուն եւ քաղաքացի պետության հարթության մեջ ինչպիսի լեգիտիմ իրավաչափ պատճառաբանություններ կարելի է ներկայացնել։ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներու պաշտպանության հանձնախումբը Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած բադվիրագության հետ աշխատանքային այցելություն մտավ Զվիթերիա, ուր միջազգային մարդասիրական կառույցներու պատասխանատուներու հետ հանդիպումներու ընթացքին քննարկեց Արցախայցյան հավաքական վերադարձի իրավունքի ապահովման եւ շրջանային մարդասիրական տագնապներուն հաղթահարման գարելիությունները։ Քննարկման առարգա դարձան նաեւ Ադրբեջանի մեջ աբորինի գերբով արգելափակված պատերազմական հայ քերիներուն եւ բադանտներուն անհաբաղ ազատարձակման, անհետ գործվածներու ճակատագիրներուն հստակացման, ինչպես նաեւ Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու ադրբեջանական վանդալիզմը կանխարգելելու հարցերը։ Այս առիթով Զվիթերիո տաշնակցային խորհրդարանի մեջ կայացավ Արցախի նվիրված ցերնարկումը, որուն ընթացքին խոսքեր արտասանողներու շարքին եղավ հանձնախումբի մեջ հոյիտա ներկայացուցիչ Մարիո Նալբանդյան։ Միջազգային քրիստոնեական համերաշխության գազագերբությունը իր զեկույցի մեջ նշեց, որ խորհրդային ամենեն ծանր շրջանեն իվեր հայ առաքելական եկեղեցին բնավ չէ փախած պետության կողմի հովանավորվող նման սաստիկ հետապնդումներում։ Զեկույցի մեջ նաև հրապարակվեցավ Ադրբեջանի մեջ արգելափակված քաղաքական հայ բանդարգյալներուն անվանացանկը, որ պատրաստված է գործակցաբար քաղաքական իրավունքներու հայկական գետրոնին հետ։ Զեկույցը նաև ամրագրեց, որ հակառակ արևմուտքի քաղաքական գործիչներու այն հայտարարություններուն, թե Կովկասի մեջ խաղաղություն հաստատված է, քրիստոնյա Հայաստան կշարունակի դիմակայել պատերազմի վերսկսման վտանգը, որ գուկա Թուրքիայեն եւ Ադրբեջանեն։ Թուրքիա արտաքին գործոս նախարարության հավաստի աղբյուրները հերկեցին Հայաստանի հետ սահմանին բացման թվականին մասին հագասական տեղեկությունները, որոնք տարածված էին ադրբեջանական եւ թուրքական լրատու աղբյուրներու կողմէ։ Ադրբեջանական Ազերտաչ գործակալության համաձայն Անկարային դիվանագիտական աղբյուրներ հայտարարած են, որ
Հայաստանի հետ սահմանին անցագետին բացման հստակ թվական որոշված չէ։ Մեկնաբանելով թրկական ջումհուրիետ օրատերտին այն դեղեցությունը թե սահմանը 4 հունիսին պիտի բացվի։ Չորեքշաբթի 6 մայիսի երեկոյան իր մահկանացուն կնքեց ազգային հասարակական գործիչ, բազմավաստակ խմբակիր եւ մտավորական ընկեր Տաթուլ Սոնենց Պապազյան։ Հանկուցյալ ընկերը ավելի քան 40 տարի ծավալած է ազգային կուսակցական, խմբակրական, վարչական, գազམ་ակերպչական, թարգմանչական, մշակութային եւ մտավորական փեղուն գործունեություն։ Ընկեր Տաթուլ Սոնենց Պապազյան եղած է Հոյիտա Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի հաջորդական գետնական կոմիտեներու անդամ, նաեւ ցերնհասորեն վարած է պատասխանատու պաշտոններ հայ հեղափոխական դաշնակցության, հայ օգնության միության եւ համազգայինի մեջ։ Ընկեր Սոնենց վարած է Հոյիտա եւ Հայաստանի առաջին հանրապետության արխիվներու պատասխանատուի, ինչպես նաեւ Հոմի հրադարագություններու պատասխանատու խմբակրի պաշտոնները։ Զուգահեռաբար ան նաեւ վարած է Armenian Review-ի խմբակիրի պաշտոնը։ Պետք չէ մոռանալ նաեւ հանկուցյալ ընկերոջ մեծ ներդրումը համազգայինի մեջ։ Ընկեր Տաթուլ Սոնենց Պապազյան արժանացած է Մեծիդան ընկերի գողատողոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին, Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի հայտարարի հանձնախումբի Վահան Քարդաշյան շքանշանին եւ Հայ օգնության միության Արևելյան Ամերիկայի շրջանային վարչության Ագնունի մրցանակին։ Հարկելի ագնտիրներ, իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք միջազգայնակետ Գրիգոր Պալասանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Երևանի մեջ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի բիհաժողովը ինչ նպատակ կհետապնդեր եւ կորզնական ինչ արդյունքներ պիտի ունենա Հայաստանի գաբակցաբար։ Ավանդաբար այդ գագաթաժողովը ստեղծվել է Ուկրաինայի հարցերով օրակարգ առաջ տանելու համար եւ շատ զարմանալի է գագաթաժողովի անցկացումը Հայաստանում, քանզի այն թեման, որը պետք է քննարկվեր գագաթաժողովի ընթացքում, ոչ այնքան վերաբերվում էր Հայաստանին, որքան վերաբերվում էր արևմուտքի քաղաքականությանը, առաջին հերթին Ուկրաինայի հետ կապված։ Դրանով էր պայմանավորված Ուկրաինայի ղեկավարի մասնակցությունը այս գագաթաժողովին։ Հայաստանի հետ կապված մեծ սպասումներ չունեմ, քանզի Հայաստանը ըստ էության չստացավ այն, ինչի համար եվրոպացի պաշտոնյաները ժամանել էին Հայաստան։ Ոչ մի կոնկրետ հայտարարություն, ոչ մի կոնկրետ ծրագիր, ոչ մի կոնկրետ առաջարկներ։ Այո, եղան խոստումներ, եղան հուսադրող բառեր, եղան ծափողջություններ, բայց դրանից ավել մենք ըստ էության չստացանք եւ երևի թե ստանալ չէինք կարող։ Եվրոպացիները իրենց աշխարհակաղակական շահերի համար օգտագործեցին այս գագաթաժողովը, հերթական անգամ ցույց տալով, որ Հայաստանի նման փոքր պետությունների շահերը իրենց չի հետաքրքրում, իրենց համար կարևոր է իրենց շահերը եւ իրենք գլոբալ են անդրադառնում մեր տարածաշրջանին։ Բիհաժողովին ընթացքին եվրոպացի շարք ղեկավարներ բավական սուր հագարուսական հայտարարություններ կատարեցին։ Ֆրանսիայի նախագահը նույնիսկ խոսեցավ Հայաստանին ռուսական զորքերը հերացնելու եւ Հայաստանի ապահովությունը այլ միջոցներով երաշխավորելու մասին։ Արդյոք նման հայտարարություն Հայաստանի ներքին գործերու միջամտություն չէ, հատկապես երբ նկատի ունենանք Փաշինյանի վարչախումբին կողմէ հետևողականորեն հայտարարվող խառնածին պատերազմի թեզը։ Հարցի վերջից գամ, սա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Սա Հայաստանի իշխանությունների կոպտագույն սխալներ եւ նրանք չպետք է թույլ տային, որ Հայաստանը վերածվեր հակառուսական հարթակի։ Ավելին, Հայաստան ժամանած գործիչներից շատերը հայտնի են իրենց հակառուսական տրամադրություններով եւ ըստ մամուլում տարածված տեղեկատվության ոչ միայն Հայաստանը այն ժամանել այնպիսի ռուսաֆոբ քաղաքական գործիչներ, ինչպիսին են Զելենսկին եւ Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն, այլ նաեւ Բելարուսի այսպես կոչված հավաքական անդիմության ղեկավար Տիխանովսկայան։ Համենայն դեպս հայկական մամուլը գրեց դրա մասին։ Հայաստանը չպետք է դարձվեր հակառուսականության այսպես հարթակ եւ Հայաստանի իշխանությունները դա չպետք է թույլ տային։ Եվ բնական է սա արժանացավ Մոսկվայի համապատասխան արձագանքին եւ ես վստահ եմ, որ այդ արձագանքը շարունակվելու է։
եվրոպացի գործիչները մեկնեցին Հայաստանից, նստվածք թողնելով հայ-ռուսական հարաբերություններում, որի պատասխանը ցավոք սրտի պիտի տա Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը։ Վեաժողովին ընթացքին ոչինչ խոսվեցավ Արցախայության իրավունքներուն, բادرազմական կերիներու ազատարձակման եւ մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Ավելին, Փաշինյան զապահարեց Ալիևի հայտարարությունը, թե Բաքուի պանդերում մեջ արգելափակված հայերը բادرազմական հանցագործներ եւ անչափողականներ են։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս քայլը։ Եվրոպացի քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց տվեցին իրենց երկդիմի վերաբերմունքը Հայաստանի, Արցախի հետ կապված։ Գերիների հետ կապված նրանց խոստումները, թե իրենք կպահանջեն Ալիևից վերադարձնել գերիներին, զրոյական արժեք ունեն, քանզի իրենք նման հայտարարություն չարեցին, երբ Ալիևը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, իհարկե տեսակապի միջոցով, բայց հնչեցնում էր հակահայկական թեզեր, երբ Արցախյան շարժումը նա համարում էր սեպարատիստական, անջատողական շարժում, եւ ըստ էության ցույց տալիս եւ ապացուցում եվրոպացի պաշտոնյաներին, որ Բաքվում պահվող հայ գերիները դրանք գերիներ չեն, այլ պատերազմի հանցագործներ են։ Եվ այսքանից հետո հուսալ, թե Եվրոպական միությունը քայլեր կարող է ձեռնարկել այս ամենը կանխելու համար, բնավ պետք չէ։ Ավելին, Եվրոպական միության լուր հայացքի ներքո Ադրբեջանի ղեկավարը շարունակում է առաջ քաշել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը, եւ սրա հետ կապված եւս բովանդակ Եվրոպան ասելիք չունի։ Բացի այդ, Եվրոպական միությունը լուր է, երբ մշակութային արժեքներ են ոչնչացվում, հատկապես քրիստոնեական արժեքների մասին է խոսքը, եւ քրիստոնյա Եվրոպան լուր է։ Շնորհակալություն։ Հարկերագնդիրներ մեր զրուցակիցներ միջազգայնակետ Գրիգոր Բալասանյան։ Այսպիսով իր ավարտին հասավ մեր հաղորդումը։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ցտեսություն։